Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, պատարակներից կաթողիկոսի անունը հանելու հորդորը քահանաներին փոխանցում է նաև ԱԱԾ աշխատակիցների միջոցով։ Նրա ու կաթողիկոսի ճանապարհները չպետք է խաչվեն անգամ խոսքի մակարդակում։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դեպքում, դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Կան տեղեկություններ, որ այս կիրակի Փաշինյանը պատարակի կմասնակցի Շիրակի մարզում Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, չնայած քպականները ցանկացել են, որ պատարակը մատուցի առավել լոյալ Տեր Ռուբենը, բայց հերթը Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանինն է։ Այսօր էմի զրույցում Տեր Վարուժանը բացառել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի անունը զեղչի։ Հայ եկեղեցու մոտ 3 տասնյակ արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ հայտարարությամբ որդիական անվերապահ հավատարմություն են հայտնել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Նրանք անընդունելի եւ վտանգավոր են համարել ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ։ Սրբազանները նշում են, որ եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրները կարգավորելի են եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով, համաձայն Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։ Նրանց համար անհանդուրժելի եւ դատապարտելի է պատարակի սրբազան արարողության ընթացքում ամենայն հայոց հայրապետի անվան կամայական զեղչումը, որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը պառակտման տարրեր է պարունակում։ Կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերը հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան, որի հետևանքով կորցրել ենք Արցախը, հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա ձևակերպմամբ հիմա Փաշինյանի եւ Հայաստանի նախկին նախագահների միջև բանավեճի նյութը սպառված է, քանի որ հնարավոր չէ բանավիճել փաստերի իսկության շուրջ։ Ոնց կարելի է ստանալ սենց այսպեսի պլան, ընդ որում երկու անգամ, մի անգամ ապրիլին 19 թվականի, մյուս անգամ արդեն հունիսին եւ ուղղակի չընդգրկվել այս բանակցությունների մեջ ամբողջ սրտով, եռանդով, ջերմեռանդությամբ, որպեսզի մենք ստանանք այս երանելի խաղաղությունը։ Եվ սա այս հարցադրումը մեզ շատ տենց բան ձևով բերում է դեպի երկրորդ հարցը, թե ինչ է եղել այս պլանին Նիկոլ Փաշինյանի, շատ սահուն ձևով մենք գալիս ենք այս հարցին։ Ինչ է եղել Նիկոլ Փաշինյանի պատասխանը այս պլանին։ Հաջորդ տարվա հունվարի 7-ի ձորակոչվողները կծառայեն 1.5 տարի, Սուրեն Պապիկյանն է խորհրդարանում ներկայացրել մանրամասները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Եթե մենք հաշվել ենք, որ հիմա 1.5 տարին այդ հնարավորություն ունենք, մենք այսօր կշարժվենք այդ իրողություններով։ Եթե հնարավոր լինի բանակը գա այն մակարդակին, որ ինքը 1 տարին բավարար կլինի եւ կրթվելու եւ ծառայության ընթացքում ձեռք բերել այն հմտությունները, որը անհրաժեշտ կլինի մեր պաշտպանական ռազմավարության նպատակները սպասարկելու համար, բնականաբար այդ հարցը քննարկվի։ Արմեն Գրիգորյանն ու Հիկմետ Հաջիևը կհանդիպեն Դոհայում, նրանք մասնակցելու են Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկմանը։
Գերմանիան առաջին եվրոպական երկիրն է, որը շահագործման է հանձնում Arrow-3 հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգ։ Այն իզոր է որսալ և ոչնչացնել ռուսական Օրեշնիկի նման միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, մեծ բարձրության վրա նախքան մարտագլխիկի մթնոլորտի խիտ շերտ մտնելը։ 100 կիլոմետրից ավելի բարձրությամբ 2400 կիլոմետր հեռավորությամբ Arrow համակարգը գալիս է լրացնելու Patriot և պաշտպանության այլ համակարգերի։ Գերմանիայի պաշտպանության նախարարն այն վճռորոշ է համարել օդային պաշտպանության ամրապնդման համար։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանը վեհափառի և եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է։ Խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ, ներսից է քանդում եկեղեցին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետևյալն է։ Եպիսկոպոսած դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմ բերել, այնուհետև պարտադրել վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգևորական է միացել մի քանի քահանաներ։ Իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նորանուն կլսենք։ Սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգևորականի աջակցություն։ Իդեպ անգամ այդ պարագայում չեն կարող երազել վեհափառի գահընկեցության մասին, քանի որ եկեղեցական կանոնակարգով այդ հարցը քննարկում է եպիսկոպոսատ ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է։ Եվ եթե վեհափառը որոշի դիմադրել ու չհեռանալ, կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմ է, ժողով էլ չի հրավիրի։ Հրապարակում կարդում ենք, Մայրաթոռը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով կկայանա, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլև բոլոր թեմերի։ Սակայն դեռ չեն գաղտնազերծում ժողովի օրակարգը արդյոք կդադարեցվի, տիրադավ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը, կդրվի կոչումների ձգելու հարցը։ Հիշեցնենք, որ նման հորդորով են հանդես եկել Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները։ Մեր տեղեկություններով Փաշինյանի հետ նրանց հանդիպումից հետո Մայրաթոռում պատժի տարբերակներ են քննարկել, բայց վերջնական որոշման չեն հանգել, ելնելով մի շարք հանգամանքներից։ Օրինակ առաջարկել են ոչ թե կարգալույծ անել այդ հոգևորականներին, այլ պաշտոնաթող անել, թեմական առաջնորդությունից զրկել։ Սակայն հաշվի առնելով Հովանավանքի նախադեպը, երբ իրավապահներով ապահովում են վանքի զավթումն ու պահպանում կարգալույծ քահանային, կարծիք է հնչել, որ նրանց դեպքում էլ իշխանությունը կխրախուսի ապօրինությունը եւ կարգալույծ եպիսկոպոսները դուրս չեն գա առաջնորդարաններից։ Առաջարկել են վեհարանի տեսուչին կամ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկանին պաշտոնազրկել, սակայն դա էլ կնշանակի նույն հանցանքին ընտրովի մոտեցում ցուցաբերել, ուստի որոշել են հարցը թողնել եպիսկոպոսատ ժողովի քննությանը։ Բարձրաստիճան հոգևոր դասը կողմ է կոշտ պատիժներին, ասում են, դանակը ոսկորին է հասել, իշխանությունը խախտել է բոլոր կարմիր գծերը, ներողամտության տեղ չի թողել։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջև է կանգնած կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորելու հարցում ու տևական ժամանակ է, ինչ այս հարցը դարձել է իշխող թիմի քննարկման առանցքային թեման։ Կուսակցությունների մասին օրենքն ասում է, որ կուսակցության համագումարի կամ համաժողովի բացառիկ իրավասությունն է ԱԺ հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների առնվազն առաջին 3 տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների առնվազն առաջին 3 տասնյակի հաստատումը։ Օրենքում նշված հաստատում բառից էլ փորձել է կարճել Փաշինյանը եւ հարցը ներկայացնել կուսակցության քննարկմանը։ Նա բնականաբար շատ կուզեր, որ վարչությունը ԿՊ ակտիվը միաձայն որոշում կայացներ ցուցակի ձևավորումը վերապահել ԿՊ նախագահին, ապա իր կազմած ցուցակը ներկայացնեին համաժողովի հաստատմանը, քանի որ նա հասկանում է, որ իր մի քանի լյուբիմչիկները շատ փոքր շանսեր ունեն համաժողովի պատվիրակների ընտրությամբ առաջատար հորիզոնականներ զբաղեցնելու, իսկ եթե նրանք հետին հորիզոնականներում հայտնվեն, ապա հաջորդ իշխանությունում չեն կարող հավակնել բարձր պաշտոնների։ Իհարկե կարող եք ասել, որ դեռևս չխփած արջի մորթին են ԿՊ-ում բաժանում, որովհետև հայտնի չէ կարողանալու են արդյոք վերարտադրվել, բայց սա նաև թիմին ներշնչելու համար է արվում, որ ներսում համոզված լինեն ԿՊ-ի հաղթանակի հարցն արդեն որոշված է, մնում է պաշտոնների բաժանման հարցը որոշեն։ Առայժմ ցուցակի ձևավորման հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել, սակայն մեծամասնությունն այն տարբերակին է կողմ, որ ցուցակը ձևավորվի համաժողովի պատվիրակների կողմից։ Դիցուք նրանց առաջարկվի 200-250 հոգանոց տեխնացուների ցանկից ընտրել 30 տեխնացուի եւ ըստ այդմ կազմվի ցուցակը։ Մյուս կողմից Փաշինյանը չի կարող անձամբ պնդել, որ ինքը ձևավորի ցուցակը, հետո պետք է թիմակիցներին հանգամանորեն բացատրի, թե ինչու է այսինչի անունը 10-րդ հորիզոնականում եւ ոչ թե 3-րդ։ Իսկ քանի որ համաժողովի պատվիրակները տարածքային կառույցների ներկայացուցիչներ են եւ որպես կանոն տեղային շահերն են դեր խաղում ընտրության ժամանակ, ուստի հնարավոր է ընտրության արդյունքներով ամենաշատ ձայն ստացած առաջին 50 տեխնացուին իրենց ստացած ձայների հիման վրա ցուցակագրեն, իսկ 50-ից հետո ցուցակը խմբագրի Նիկոլ Փաշինյանը։ Հնդկաստանում Վլադիմիր Պուտինի այցին պատրաստվում են հավուր պատշաճի, նրանք հատուկ ծես են մատուցել եւ աղոթել հաջող այցի համար, նաեւ ավազով պատկերել են Ռուսաստանի նախագահին։
Բաքվի սուպերմարկետներից մեկում ձմեռ պապիկներն իրար են հրմշտել, կադրերը շատ արագ են տարածվել համացանցում։ Թալիբները 13-ամյա տղային ստիպել են մահապատժի ենթարկել իր հարազատներին սպանողին։ Այսպես ասած, շոուին հետևել է 80,000 մարդ։ Սա 2021-ից ի վեր 11-րդ հրապարակային մահապատիժն է։ ԱՄՆ-ում ջրարչը ներխուժել է ալկոհոլային խմիչքների խանութ և կոտրել շոտլանդական վիսկիների պահարանը։ Խանութի աշխատակիցը կենդանուն հայտնաբերել է լոգարանի հատակին հարբած։ Եվ եղանակ մինչև ամսի 6-ը տեղումներ չեն սպասվում, դեկտեմբերի 7-ից 3 առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ից 8-ը կնվազի 2-ից 5 նիշով։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը և բաժանորդագրվում։